խոսացրել։ Պարոն Սարգսյանը անցած շրջանի չի խոսել, պարոն Մարուկյան, եւ սպասում էր իր հերթին։ Հետո դուք եք։ Ժամանակը վերականգնեք։ Ես ուզում եմ պարոն Կարապետյանին դիմեմ, հարցը մի քիչ ձևափոխեմ։ Եթե պարտվեցիք, նստելու եք, սպասեք, տեսնեք, թե ոնց են ձեր հոպարին սատկացնում, կզացնում։ Հոп։ Մի րոպե։ Չէ, մի րոպե։ Մի րոպե։ Ոչ մի վիրավորական խոսք այո։ Այսինքն Ալեն Սիմոնյանը շուտ էր Ալեն խոսում։ Սիմոնյանը ինչ ասել, դուք հիմա գտնվում եք չէ տաղավարում, լսեք ուշադիր։ Մի րոպե։ Ոչ մի կզացնել, սպանել, մորթել։ Ամսի 1-ին Ես թույլ չեմ տա։ Իմ թիմակիցը հարց տվեց Ալեն վերաձևակերպեք, Սիմոնյանին։ մի րոպե, կամ հարցը վերաձևակերպեք, կամ ես հարցը թույլ չեմ տա։ Առանց վիրավորության փոխում եմ։ Նայում եք հոպարը ոնց է բոմժ դառնում, թե հեղափոխություն եք հայտարարում, ոնց որ Պարոն Սարգսյան, կտրեք պարոն Սարգսյանի ձայնը։ Ես իմ միկրոֆոնը ունեմ, կարակ Ես ուզում եմ կիսվել մեր տեսլականով քննարկում է քրեա օլիգարխիային ինչ են անելու, քննարկում են վարչապետի տեխնացուները թե քրեա օլիգարխիային ինչ են անելու։ Դուք լավագույն դեպքում կարող եք ասել թե ինչ պայմաններ եք ստեղծելու, ինչ բարեփոխումներ եք անելու, որ լինի արդար դատարան ժողովրդի համար։ Ոնց կարան վարչապետի տեխնացուները որոշեն ով է դատվելու ինչքան, երբ կդուզ գա, երկար կմնա, քիչ կմնա, սոված կմնա, թե սատկացնեն, թե չսատկացնեն։ Սա աբսուրդ է։ Հետո այնտեղ բան հնչեց, թե մարդը բան ասե դրա համար կարա նստի։ Մարդը բան ասելու համար Հայաստանում չի կարա նստի։ Մարդը բան ասում, բան ասածը պետքա գնահատվի։ Դրա սպառնալիքի իրականությունը։ Փաշինյանի ձեռքում կա այդ բանը, այդտեղ սպառնալիքը պետքա գնահատվի իրականում, ինչ սպառնալիք։ Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պետրոսյան։ Մենք գրեցինք խոսում տպավորությունա քրեա օլիգարխիկ այսօր էլ կարող այսօր չկան օլիգարխիկ ռեժիմներ։ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն կուսակցությունը ամենահսկայական գումարներն է ծախսում այս նախընտրական քարոզչության ժամանակ, որտեղից այդ գումարները ակնհայտ է, որ այդ աղբյուրներից են գալիս, չէ՞։ Հետո մի հատ էլ խոսում են քրեական գործերով քաղբանտարկյալների մասին, դրան այսօր բազմաթիվ են քաղբանտարկյալները, Միքայել Սրբազան, մյուսները Բագրատ Սրբազան, ամբողջը եւ էլի շատ քաղբանտարկյալներ եւ ամբողջը էլի քաղաքական որոշումներով։ Այնպես որ նես չի որ քրեա օլիգարխիկ համակարգը սրս տպավորությունա թե այսօր նույն ձևով եղել են խնդիրներ, հիմա նույն ձևով էլ այդ օլիգարխիկ ռեժիմից նաեւ օգտվողա հենց ԿՊ-ն։ Նիկոլ Փաշինյան։ Նախ ուզում եմ արձանագրեմ, որ տեղի ունեցել խայտառակ պատմական իրադարձություն, որ քաղաքական ուժերից մեկը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ թե տեքստ է միացրել, ընդ որում Հայաստանի իշխանություններին մեղադրելով 300,000 ադրբեջանցի բերելու մտադրության մեջ։ Ուրեմն բանավեճին մասնակցող անձի հայրիկի կուսակցությունը 2021 թվականի նախընտրական քարոզչության ընթացքում նույն տրյուկն է օգտագործելով ասելով, որ եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, ադրբեջանցիներ են գալու ապրեն Հայաստանում, մասնավորապես կոնկրետանալով Սևանի արևելյան ափի վրա։ Այսօր քանի ադրբեջան ադրբեջանական խոսք են միացնում Երևանի Հանրապետության հրապարակում։ Ինչ վերաբերում է գումարներին, կարծում եմ, չգիտեմ որ համարն է, ափսոս համարները դրված չի, բանախոսը պարոն Թաթոյանը դեռ պետք է ինքը պարզաբան 6-րդը դեռ պետք է ինքը պարզաբանում տա այսօր եւ մի քանի օր առաջ հրապարակված լուրերի կապակցությամբ, որ հիմա պարզվում է բազմաթիվ գրասենյակներ եւ այլն քաղաքական հասարակությունը բարձրացրել է այդ հարցը եւ այդ հարցին պարզաբանում չի ինչել եւ այսօր էլ արդեն պարզվում է, որ մի օտարերկրյա պետության կողմից կառավարվող ընդդիմության եվրոպամետ թևնա ներկայացնում Պարոն Թաթոյան, մի հատ էլ իրան թույլ է տալիս, ասում է թույլ եւ վախկոտ ղեկավար, այսինքն թույլ եւ վախկոտները, որոնք ամեն օր օտար երկրներում ջկլասի պաշտոնյաների էլի մարդիկ կան։ Այդ իրանց մասը։ Բայց ինձ է Պետրոսյան։ Ես արձագանքեմ հետո նոր։ Չէ, այդտենց հետո ձեր ասած իրան կվերաբերվի, իր ասածը ձեզ կվերաբերվի, բայց ուրիշ մարդիկ նույնպես պետք է արձագանքի ոչ, ոչ, պարոն Թաթոյան, զորբայությունով չի, պարոն Թաթոյան, անջատեք պարոն Թաթոյանի ձայնը։ Եվ որովհետև երկիրը վախի մեջ պահել է։ Պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Մյուսներին էլ կտրեք, ինչի՞ չէ։ Մյուսները չեն առանց հերթի մտնում։ Հենց մտնենք խոստանում անջատել։ Պարոն Պետրոսյան։ Պարոն Թաթոյան, դեռ քննարկում ունենալու ենք եւ ձեզ ձայն կտանք արտահայտվելու համար։ Պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Ճիշտն ասած իմ հարցը այլ հարց է ես նախապատրաստել, բայց ձեր հարցի հերթը հələ չի։ Հիմա այս քննարկման
քննարկման շրջանակում արդյոք հնարավոր է, որ մենք մեր բանավեճը տեղափոխենք կառուցողական դաշտ, որտեղ կքննարկվեն գաղափարներ, մոտեցումներ, տեսլականներ, եւ որոնք չեն ուղեկցվի վիրավորանքով, որոնք առաջին հերթին վիրավորանք են մեր լսողների եւ մեր հայրենակիցների հասցեի։ Հնարավոր է արդյոք մենք գոնե այս հարթակում, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն եւ պետք է ըստ այս բանավեճի նաեւ իրենց ընտրությունը կատարել, որը ձևավորելու է մեր ներկան եւ ապագան։ Արդյոք մենք կարող ենք այն միջավայրը ստեղծել, որտեղ կարող ենք միմյանց լսել, հարգել եւ միտք փոխանակել եւ ոչ թե հայհոյանք։ Լևոն Զուրաբյան։ Ես ուզում եմ հարցնեմ Նիկոլ Փաշինյանից, ինքը ինչ գիտի, որ Չիչացնեմ ձայն կտակ։ Սամվել Տեսել ենք։ Կարապետ, լսում եք։ Ինքը ինչ գիտի, որ Սամվել Կարապետյանը չի հեռանալու երկրից։ Այսինքն ինքը արդեն այդ որոշումը կայացրել է, արդեն այդ քնիչը այդ որոշումը ընդունել է։ Այս հարցը ինձ ինչ է հուզում, որովհետև դուք եկել եք իշխանության որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք մաթոների իշխանություն։ Այսօր մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պիտի անցումային արդարադատություն կայացնեք, բայց դուք ամենավատ հատկանիշները հին ռեժիմների վերականգնեցիք եւ հիմա իրականացնում եք կամայական դատավարություններ։ Որպեսզի այս խայտառակ վիճակը չլինի, նախ սա բանավեճի ֆորմատ չի, մենք հնարավորություն չունենք մտքերով են արտաբերած կեղծ ինֆորմացիաներին պատասխանենք։ Նախ առաջին հերթին մենք 2018 թվականից առաջարկել ենք անցումային շրջանի, այսինքն մեկ ամյա ծրագիր, անցումային շրջանի հակաճգնաժամային կառավարություն, որին հակադարձում են այստեղ ներկաներից գրեթե բոլորը քիչ տարբերությամբ, ասում են ինչ անցումային արդարադատություն, ինչ լյուստրացիա, գործակալական, քաղաքական, տնտեսական, որ կուսակցությունների մասին նորորեք, ընտրական օրենսգրքի մասին նորորենք, Վարժան Ավետիսյանը այս տաղավարում ասում էր, որ եթե այսպես գնա ընտրությունները, այս խորհրդարանը կունենա ընդամենը 2 տարվա կամ տարի կես տվա կյանք, եւ դուք Վարժան Ավետիսյանի դատավճռում երբ սպանության գործ չկա, դուք ասում եք մարդ է։ Շատ այդ մասին խոսացել ենք արդեն։ Պատասխանեք, պարոն Փաշինյան։ Ուրեմն ես հստակ ասում եմ, որ այն մարդը, որ 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմայը մտցրել Հայաստանի օրակարգ եւ նրա անձնագրի մեջ էլ գրված է, որ նա օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցից է, եւ այն մարդը, որը մեր մանկապարտեզների, զորամասերի, դպրոցների, քաղաքների վրա ավել հոսանքի փող է դրել եւ գրպանել, այդ մարդը երկար անցկացնելու է բանտում եւ այո ես որպես քաղաքական պատասխանատու ժամանակ եմ տվել այս գործող արդարադատությանը եւ բարեփոխումներին եւ ի վերջո բացահայտել ենք արդարադատության ոլորտում եւ արմատախիլ ենք անելու մաֆիան։ Ինչ վերաբերվում է քաղբանտարկյալների մասին խոսող Թաթոյանին, Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան եւ արդարադատության նախարարի տեղակալ է եղել, երբ որ այդ նույն գործով հաց բերողին տարել սպանել են կեղծ դատական եզրակացություններով եւ այդ առիթով քրեական գործահարուցված նա այդ Թաթոյանը լպտի հաց բերողի համար պատասխան տա նոր գաստեղ ճամարտակի քաղբանտարկյալների մասին ինքը քաղբանտարկյալների գոյությունը թաքցնող պաշտոնյա է եղել միշտ։ Շատ է, պարոն Թաթոյան։ Ուրեմն պարոն Փաշինյան, խնդրում եմ մյուս անգամ չփորձել վիրավորել ինձ, ճամարտակելը դուք եք ճամարտակում, ես խոսում եմ դիրքորոշումներ եմ ասում, մեկ ճամարտակելը, ուրեմն Պետրոս, դիտողություն արեք ու առաջինը ինքն է վիրանում եք, նորես անում եմ, ձայնից կտրում եք, հավասար պայմաններ է պետք պահել, մեկը, ուրեմն շատ հետաքրքիր է, քաղաքացիական պայմանագիրը, հսկայական այդքան գումարներ են ծախսում նախընտրական քարոզչության, ահռելի եւ այդքան ասում եմ մենք աշխատավարձով ենք ապրում։ Այդքան գումարները շատ հետաքրքիր է, որտեղից նրանց։ Երկրորդը կեղծ ձայնագրություններով Դանիել Հովհաննիսյան, որը ինձ համար նույնն է ինչ որ ԿՊ-ն, հրապարակում է կեղծ ձայնագրություններ, առանց ստուգելու, առանց ճշտելու, տարածում են, սա նշանակում է շատ մեկ բան, որ մենք անցնում ենք խորհրդարան եւ այսքան թիրախավորումների տակ ենք ընկել։ Եվ մյուսը, ինչ վերաբերում է արդեն այդ քաղբանտարկյալներին, նախ էս հաց բերողի հետ կապված, որ հիմա այսպես ինքը շահարկում է, ես շատ ցավում եմ, որ ժամանակին համահացել է, բայց պետք է իմանալ ումից ինչ ակնկալել։ Այդ նույն Փաշինյանը զանգում էր, երբ որ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, խնդրում էր, որպեսզի այց իրականացնեմ, մենք տեղեկություններ տամ, մենք ամեն օր էինք այցը իրականացնում, թե ինչ վիճակում է Արտուր Սարգսյանը։
Ես հակված եմ իրոք ներքին համոզմունք ձևավորելու, որ սա բանավեճ չի եւ կարծես թե հարցազրույցա պարոն Փաշինյանի հետ։ Մի հատ յետևեք, ես քանի րոպե եմ խոսացել, պարոն վարչապետը Հիմա քանի րոպե խոսացել։ դուք էլի կսպառեք ձեր խոսալու ժամանակը։ 2 րոպե բանախոսը խոսած, թույլ տվեք խոսամ։ 2 րոպե չի խոսացել։ Միակ քաղաքական ուժը այսօր դոկուսակցությունն է, որ քննադատում է եւ ներկաներին եւ նախկիններին։ Մի հատ էլ տեսեք, ներկա նախկինը ներկային։ Բա արդարադատություն մենք ունեցել ենք ընտրովի, փողոցային, Զորբաների ինստիտուտ եւ նախկինում եւ ներկայում, եւ եթե իրոք օբյեկտիվ ենք, եկեք խոսենք, մենք երբևիցե արդարություն ունեցել ենք, նախորդ դարի 90-ականներից սկսած եւ մինչեւ Շատ լավ։ Էդմոն Մարուկյան, հետո Նարեկ Կարապետյան, խնդրեմ։ Ես ուզում եմ ուղղակի իմ զարմանքը ներկայացնել, որ իմ մոտ տպավորությունն է, որ ապագա իշխանության հետ ասուլիս է։ Նիկոլ Փաշինյանը վարչապետը է։ Հարցեր մի տվեք իրեն։ Ինչ հունիսի 7-ը, չէ, իրան հարցում են, ասում են հետո ելով անստելու։ Եղբայրս մարդը կարա չընտրվի ու պետքա չընտրվի։ Ինչ եք քննարկում իր հետ, ասեք, ոնց պետքա անեք։ Շատ լավ։ Դուք հետ Նարեկ Կարապետյան։ Ես ուզում եմ ներկայացնեմ, թե ով է խոսույթը 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերել։ Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն է 2026 թվականին, հուսով եմ դուք կարդացել եք ընդհանրապես։ Այստեղ գրված է. Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո, խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Արտաքին հետախուզական ծառայության կարճ արձագանք եւ վերջին 3 րոպեներ։ Այդ մասին տեղեկացրել 30 վայրկյան, պարոն հայերը դա նշանակում ինչու հայերը չեն տեսել սա, ինչու դուք չեք ներկայացրել Հայաստանի Պարոն Կարապետյան, մի գոր լսենք իրար, պարոնեք։ Դա նշանակում է, որ Հայաստանի պետական ինստիտուտները տիրապետում են եւ կառավարում են իրադրությունը եւ օտարերկրյա